Ընկերներ, եթե դուք որևէ կապ ունեք անշարժ գույքի հետ, ունեք հողամաս կամ իրավաբանեք այդ գծով կամ անշարժ գույքի գործակալ, ապա պետք է իմանաք, թե ինչպես օգտագործել կադաստրային քարտեզը։ Գնացինք։ Մուտք են գործում կադաստրի կոմիտեի e-կադաստր կայքը, չմոռանալով շնորհակալություն ասել կոմիտեին այս օգտակար կայքի համար եւ գտնում քարտեզ բաժինը։ Այնուհետև քլիք ենք անում քարտեզին։ Ահա մեր գեղեցիկ Հայաստանի ամբողջ կադաստրային քարտեզն է եւ եկեք սկսենք հենց Երևանից։ Կրկնակի քլիքներով մոտիկացնում ենք մասշտաբը եւ արդեն տեսնում ենք մեր գեղեցիկ թամանյանական Երևանի պատկերը։ Ինձ կներեք, ես մի պահ Միասնիկյանի պողոտայով գնամ նոր-նորք մեր բակը, տեսնեմ ինչ կա չկա այնտեղ։ Բարի նախանձով ֆիքսենք, որ նշված ավտոտնակներից եւ ոչ մեկը իմը չի։ Լավ, գնանք առաջ։ Այս հատվածում կարող ենք որոնել ցանկացած հողամաս, նշելով դրա կադաստրային ծածկագիրը, մոտիկացնեմ, որ երևա։ Դե իսկ եթե չգիտենք այն գյուղի կամ բնակավայրի կադաստրային ծածկագիրը, ապա ասում եմ ինչպես գտնել շատ հեշտ։ Google search-ի դաշտում գրում եք 3 բանալի բառերը՝ կադաստրային ծածկագիր, հրաման եւ սեղմում եք առաջին արդյունքի վրա։ Սա կադաստրի ղեկավարի հրամանն է, որտեղ առկա են Հայաստանի բոլոր բնակավայրերի ծածկագրերը։ Այստեղ կգտնեք ցանկացած բնակավայր, որի կադաստրային ծածկագիրն օգտագործելով կգտնեք ցանկացած գույք կադաստրային քարտեզում։ Իսկ հիմա կանենք փոքրիկ էքսպերիմենտ, ընտրելով պատահական հողամաս եւ կգտնենք այն արբանյակային քարտեզով։ Ես ընտրեցի Կապան քաղաքը եւ կադաստրային քարտեզում որոնելով Կապանի կադաստրային ծածկագիրը ընտրեցի հենց առաջին հողամասը։ Ամեր այսօրվա թիրախը, որին պետք է գտնենք արբանյակային քարտեզով, սա գեղեցիկ Կապանի կադաստրային քարտեզն է, փոքր-ինչ ուսումնասիրում ենք եւ գնում արդեն արբանյակային քարտեզ Կապան քաղաք։ Google Earth-ում տեղանունները միացված չէին, դրա համար չկարողացա միանգամից իջնել Կապան քաղաք, այդ իսկ պատճառով որոնում ենք Կապանն ու գնում այնտեղ։ Կապանը իսկ հիմա հետ թռչենք կադաստրի քարտեզ, անհրաժեշտ կողմնորոշիչները ընտրելու համար։ Բանակում ծառայացներս կհիշենք կողմնորոշիչ համար 1 միայնակ ծառ, կողմնորոշիչ համար 2 թումբ եւ այլն։ Լավ, ես արդեն ընտրեցի իմ կողմնորոշիչները ու հետ եմ գնում արբանյակի քարտեզ գտնելու համար մեր թիրախին։ Զգում եմ, որ շատ մոտ եմ։ Ընկերներ, նորից եմ կրկնում ամբողջությամբ պատահականության սկզբունքով ու առաջին անգամն եմ ես այս հողամասի հետ առնչվում։ Մեր թիրախը կարծես թե հենց այս հատվածում պետք է լինի։ 1 րոպե։ Այո, գտանք։ Հարցերի դեպքում գրեք մեկնաբանություններում, սիրով կպատասխանեմ։